Նիստը վարող ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին դահլիճում բարձրացված մեծ աղմուկը հանդարտեցնել երկար ժամանակ չէր հաջողվում։ Կազմակերպվեց 3 անգամ գրանցում։ Տեխնիկական խոտաներ հետո պատճառաբանեց Հերմինե Նաղդալյանը։ Ինչ անենք, մի անգամ էլ վերագրանցվենք։ Եվս մեկ անգամ գրանցում։ Շատ են։ Գրանցվել է 97 պատգամավոր, քվորում ունենք, անցնենք աշխատանքի։ Խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները մինչ կքննարկեն 2013 թվականի պետական բյուջեի նախագիծը քվեարկության դրվեց Հույդա խմբակցության падգամավորներին նվազագույն աշխատավարձի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ ազգային ժողով ներկայացրած նախագիծը ձայների 37 կողմ 58 դեմ հարաբերակցությամբ այն մերժվեց։ Դաշնակցական Արծվիկ Մինասյանն առաջարկեց նոր քվեարկություն կազմակերպել։ Էական փոփոխության մի սպասակի պատասխան հայտարարեց Հերմինե Նաղդալյանը մերժելով Մինասյանի առաջարկը։ Կողմ 37, դեմ 58, որոշումը չի ընդունվում։ Նաղդալյան, հաշվի առնելով, որ իսկապես բավականին գրանցվող մարդիկ քվեարկությունները չաշխատեց, առաջարկում ենք նորից քվեարկել։ Պարոն Մինասյան, մենք մի քանի անգամ գրանցվեցինք եւ դրանից հետո էլ քվեարկության ժամանակ ձեր ավելացրած ձայները ես գումարեցի։ Չեմ կարծում, որ որևէ էական փոփոխություն լինի։ ՀԱԿ խմբակցության падգամավոր Նիկոլ Փաշինյանը 2013 թվականի պետական բյուջեի նախագիծը անվանեց կոնսերվացման բյուջե։ Նրա խոսքով կառավարությունն իրականացնում է կոնսերվացման քաղաքականություն, կրճատելով աշխատավարձերի ֆոնդը եւ խթանելով արտագաղթը։ Առնվազն միամիտ պետք է լինել հավատալու համար, որ հաստատված փաստաթղթով նախատեսվում է սոցիալ-տնտեսական խնդիրների լուծում, շարունակեց Հույդա ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը։ Պետք է իրար հետ կարողանանք մեկ լեզվով խոսել։ Որն է թիվ 1 մարտահրավերը։ Այսօր Հայաստանի սոցիալ-տնտեսական քաղաքական կյանքում թիվ 1 մարտահրավերը աշխատատեղերի բացակայությունն է։ Գործազրկությունն է, որ անգամ պաշտոնական վիճակագրությունը փաստում է շուրջ 20%։ Սփյուռքահայ լսարանի առաջ արտագաղթի մասին կեսբերան մտահոգություն հայտնելը ընդամենը մտահոգություն հայտնել է։ Իսկ արտագաղթը կանխելուն ուղղված կոնկրետ գործողությունները պետք է երևային հենց այս փաստաթղթում, պետական բյուջեում։ Բայց քանի որ ոչինչ չկա, արտագաղթի մասին Սերժ Սարգսյանի արտահայտած մտահոգությունները բաժակաճառի նշանակություն են ստանում։ Իսկ կոնկրետ փաստաթուղթը ցույց է տալիս, որ կառավարությունն ամենևին մտահոգված չէ արտագաղթով։ Զարմանալի չէ, որ Տիգրան Սարգսյանը հարկ չի համարում այդ փաստաթուղթը ներկայացնել ազգային ժողովում, դառնալով երրորդ հանրապետության առաջին վարչապետը, ով չի ցանկանում ազգային ժողովին ներկայացնել երկրի թիվ 1 ֆինանսական ու ամենակենսական փաստաթուղթը, հավելեց Նիկոլ Փաշինյանը։ Բարգավաճ Հայաստան խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչների կարծիքով վարչապետի լռությունը խոսում է այն մասին, որ ներկայիս կառավարությունը սպառել է իրեն։ Կարող ենք ասել, որ սա սողալու բյուջե է, այսինքն այս բյուջեով Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մեծ վերապահումով կարելի է ասել, որ կարող են անգամ գոյատևել։ Մենք չենք կարող կողմ քվեարկել մի բյուջեի, քանի որը ուղղակիորեն իր մեջ զարգացման կայունության Հայաստանի Հանրապետության քաղաքացու սոցիալ-տնտեսական մինիմալ կարիքները հոգալու գոնե մինիմալ երաշխիքներ չի պարունակում։ Ամենևին զարմանալի չէ, որ հակահեղափոխական Տիգրան Սարգսյանը հարկ չի համարում այս փաստաթուղթը ներկայացնել ազգային ժողովում, դառնալով երրորդ հանրապետության առաջին վարչապետը, որ ազգային ժողովում չի ներկայացնում երկրի թիվ 1 ֆինանսական, երկրի ամենակենսական փաստաթուղթը։ Սրանում զարմանալի ոչինչ չկա, որովհետև Հայաստանի Հանրապետության վարչապետը չէր կարող երկիրը կոնսերվացնող փաստաթղթի տակ ստորագրել նույնիսկ։ Չնայած այն հանգամանքին, որ Տիգրան Սարգսյանը ներկա էր քննարկմանը, ելույթ այդպես էլ չունեցավ։ Նիստերի դալիճն արագ լքող վարչապետից փորձեցինք հետաքրքրվել, թե ինչու անձամբ չի ներկայացնում կարևոր այդ փաստաթուղթը։ Արտարոց երևույթ այդ ամենում ըստ վարչապետի չկա։ Դուք, քանի որ երիտասարդ եք, չեք հիշում, վերցնեք վերջի 20 տարիների պատմությունը, կտեսնեք, որ այդ ավանդույթը խախտվել է իմ կողմից, նենց որ ոչ մի արտարոց բան տեղի չի ունեցել։ Մինչդեռ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն անդրադառնալով Տիգրան Սարգսյանի այս դիտարկումներին նշեց, թե վարչապետ աշխատելու տարիներին այդ փաստաթուղթը խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների քննարկումներին ինքն է ներկայացրել։ Փայլակ Վարդյան, Գոռ Հովհաննիսյան, Գալանյուս։